Ժամը 5-ն է։ Ինչ արագությամբ զունը գալիս էր երեկոյից սկսած։ Համարյա նույն արագությամբ ալում է։ Այս սառը չէր երևում այնքան զունել վրան։ Հիմա նայում եք։ Հենա են տանիքի վրա արդեն քյաչալացել է։ Մի խոսքով սենց։ Այս մասերում վերևները նայեք արձանի կողքը Հայաստանը։ Սպիտակ չկա, զուն չի մնացել։ Լավ, իջնենք կենտրոն կիմանանք, էլի ուշ ենք դուրս գալիս ափսոս իհարկե, բայց տենց ստացվեց։ Անդեղ էլ արևոտ Գյուրջան թաղամասն է կանացել։ Ողջույն։ Ողջույն։ Երեկվա ձնից հետո գիշերվա, այսօրվա առավոտվա ով կսպասեր, որ այսպես ճանապարհ կլինի առանց ոչ մի աղցանելու։ Դե արդեն 2+2 3 էր։ Արդեն լավ է, բայց գիշերները մինչև -5 էս մի շաբաթ կլինի։ Տենց է, այո։ Բայց դե ձմռան վերջի օրն է այսօր։ Վաղվանից գարուն, բարև գարուն, ողջույն գարուն։ Ճիշտ է գիժմարտը էլի գլխներից մի խաղ կխաղա, բայց դե պատրաստ ենք։ Տեսար ձմեռը վերջի իրեն մի հատ ցույց տվեց։ Հա էլի։ Ասում են зима недаром злится, пришла ее пора. Տենց է։ Весна в окно стучится. Կարելի է թարգմանում։ Հա։ Թարգմանի։ Ձմեռը զուր չէ, որ բարկանում է։ Զլիցը կատաղում է։ Կտաղում է, հա։ Իր ժամկետը եկել է գնալու։ Բայց մեկը գարունը որ էր։ Արդեն պատոհանին է թակում։ Թակում։ Անահիտ։ Այս ընտիր օդը արիվ շոտիկի մի հատ այգիով ման գանք էլ է։ Ո՞։ Էլ եփ ենք սենց օդ շնչելու։ Էս այգիում էր։ Հա։ Ինչու մանգանք սաղ կմտնի դուրսը Արմեն։ Մանգանք չմանգանք մտնելու է էլի մեկը։ Դե գնանք այսօր էլ կենտրոները չեն գնացել։ Չգիտեմ, եթե բաց լինի ճանապարհը լավը կգնամ, եթե ձնոտ լինի հրաժարվում եմ։ Ահա, այնքան խոսացրես, թե ոչ մի հատ տեղ չկա կանգնի։ Ոնց չկա, սենց։ Տենց։ Այս մայթի կող կկանգնի։ Բայց նրանք ոնց դուրս գան։ Օ, հələ նայի ինչ ջրերը։ Հալել է սա, ու ջրփոսերը։ Հրաժարվում ես։ Այո։ Ես պատոհանից մի մոմենտ նկարեցի։ Հա։ Ու գիտես ինչ էի մտածում։ Ինչ։ Ինչքան ափսոս, որ նկարահանումով չի լինում օդը Փոխանցել։ Ինչ լավ օդ էր այն մոտ։ Օդը չգիտեմ, բայց ծառերը հոյակապ տեսք ունեն։ Լավ էլ մի իմաստ է, մեծ խոսա։ Հələ նայի ձնոտ, հատկապես եղևնիները։ Հա, դու քեզ համար կողք նայում ես, մերոնք ոչ մի չեն տենում։ Ինչ անեմ, նկարագրում են, դու օդն էր նկարագրում, ես էլ տեսքն եմ նկարագրում։ Ես օդը ցավով, իսկ դու քեզ ինչ ա եղել տեսքը։ Շատ սիրուն է, շատ։ Ճիշտ է։ Ծառերն էլ են լավ արմատները կսնվեն, չես։ Ձյան հարթակով, или как это, покров снежный. Ծածկույթ։ Ձյան։ Ես հա զրկեցիր մեզ վերջի ձյան տեսարանից։ Բայց ով քեզ զրկեց։ Դու։ Դու ասեցիր տեղ չկա։ Ես էլ ասեցի, սա մայթի մոտ կանգնի, դու
բանի դեպ չդրի իմ ասածը։ Հա։ Այո։ Լավ ան այդ։ Այսօր Աբոյի հետ զրուցեցի ժողովուրդ։ Նոր-նորքի մասին էլ խոսացինք։ Ընդհանրապես խոսում ենք էլի։ Սուրճ խմելուց։ Ես քեզ ցույց տվեցի նոր-նորքի մասին։ Հա, լավ բաներ էր գրում։ Երկար էր։ Ինձ ճիշտ ասած ամենաշատը զարմացրեց, որ պարզվում է նոր-նորքի գենպլանը Արտուր Թարխանյանի խումբն է գծել իր ղեկավարությամբ։ Իզուր չէ, էլի որ մենք գնում ենք ամեն անգամ հիանում ենք ինչքան լավ են այդ շենքերը դրած, հեսա գայի պողոտայով կգնանք, կհիշեք։ Նայեք ինչ ճիշտ ասախ։ Բնակելիները վերև, ճանապարհից հեռու, ծառերով անջատված։ Դե վարպետը մնում է վարպետ էլի։ Հաջորդ հետաքրքիր ինֆորմացիան, ուրեմն մասիվում հարցրեցի ինչքան է հիմա բնակչությունը մասիվի, ընդհանուր բոլոր մասիվները իրար հետ։ Ասեց 136-ից 137 հազար, բայց եթե հաշվի առնենք, դա օֆիցիալ տվյալներն են, դրան գումարում ենք ասում ուսանողներ, վարձով ապրողներ և մնացած եկածները, այսինքն չգրանցված է։ Չգրանցված, ստացվում է 150 հազար։ Առանց դրա էլ են 136-37-ով, պարզվում է մասիվը, եթե առանձին քաղաք կլներ Հայաստանի երկրորդը մեծությամբ Երևանից հետո։ Ավելի շատ է քան Գյումրիում կամ Վանաձորում։ Մի խոսքով մասիվը Հայաստան։ Այսինքն տարածքը, թե բնակչությունը։ Բնակչությունը։ Տարածքը չհարցրեցի ճիշտ ասած։ Դե տարածքը մեծ է, նենց էլ է երևում։ Դե հետո իրար հետ հիշեցինք Աբոյի հետ, որ մասիվում մինչև այդ ընդհանրապես այնտեղ կառուցել է այդ գենպլանը եւ այլն, եղել է քարի հանքեր։ Ընդ որում գայի պողոտայի երկանքով այս կողքերը քարեր են հանել, բազալտ մեծամասնությամբ, բայց ստուֆել է եղել։ Իմիջիալոց բազալտը տենց էլ կոչվում է մեր գիտական բաներում։ Բազալտ Նորբսկого месторождения, этот մեր մասիվի բազալտն է։ Դե սարերը որ մնացել են, երևի դրանք են, չէ՞։ Այդ չգիտեմ, կոնկրետ այս սարերը դրանք են, որտեղ մեր հողամասը որ մշակում էինք, ես ինչ-որ բազալ չեմ հանդիպել։ Կրաքար էր մեծ մասամբ մեր մոտ։ Հա, կարող է բազալտը խորն ավելի։ Ինչ մեծ քարեր էր հանում, դա էլ էր կրաքար։ Չէ, դա բազալտ էր, ճիշտ ասած։ Նա շատ խորն էր փոր։ Հա, մի խոսքով տենց։ Իսկ բանը այդ շենքը այդ հանքերի, գիտես որտեղ էր, այդ մեր շուկայի տեղը։ Այդ Grand Candy-ի կողմերը էլի մի խոսքով այդտեղ էր։ Բայց բացի ամեն ինչից։ Այդ պապայիցս գիտեմ։ Հիմա գնահատվում է բավականին բարձր գները, հատկապես առաջի երկրորդ զանգվածի բնակարանները։ Հա, այդ էլ պատմեց, որ բան է, ընդ որում ասմական տներ ամենաթանկը առաջի երկրորդ զանգվածն է, հետո ինքը հերթով զանգվածներով ասում է, որ զանգվածում ինչ սիրող մարդիկ են ապրում, ասենք որ գնահատում է լռություն և բան, ոնց որ դե 8-րդ զանգվածներ, որ ինչ-որ մաքուրոտ բան, մի խոսքով։ Դե ասեց ամենամեծ մեգաֆոնն է այդտեղ գտնվում է, նշանակություն ունի։ Այսինքն ինքը ուզում էր ցույց տալ, որ քաղաքը իր բաներով էլի, ինֆրաստրուկտուրաներով։ Հա, ու ասեց, որ հիմիկվա բնակարանների, հատկապես այդ առաջի մասիվի երկրորդ, հասնում են այն կենտրոնի բնակարանների գնին 10 տարի առաջ։ Չէ,
10 տարվա հնության շենքերում 10 տարուց ավել էլի հնության շենքերի գների հետ համատած կենտրոնի հա դե կան չէ մարդիկ որ ասեն կենտրոնում տուն են առնում բայց ոչ նորակառույց այլ ինչ-որ մեկից գնում են էլի հին տուն մեր նայողներից էլ դե նորակառույցները նենց գներ են դնում որ աստված հերո պահի ոնց որ ասում են В общем, ամեն ձևի գովազդեց մասիվը բայց ինձ չհամոզեց բավոր իմացավ ես որտեղ եմ ապրում ասես վայ հա բանի մասին էլ ասեց այդ ձորը որ դարձնելու են մեծ հանգստյան գոտի հա ձորն ասեց ամենամեծ Երևանում 30 հեկտար Երևանի ամենամեծ հեղումներ ուղարկեց բան դե տեսնենք մի խոսքով կտեսնենք արդյոք Իչ ալնելու արեստական ինչ Բայց պատկերացնում ես այդ փոշին Դե ավելի լավ այդ փոշին լինի կամ թե այդ կառուցվող շենքի փոշի չի լինի սեմենտ կբերեն բարձր բայց լավ ես անգամ ստեղից տեկվենք Միասնիկյան Ես շապատ հա կիրակի չի Ազատ ամենքինները չէ Շարիմանյանը ու Աբովյանի հրապարակը դե ձեզ չեմ սպասացնի ես կան հետս Հետո էլ ասեց որ Լենինի հրապարակի ու մասիվի բարձրության տարբերությունը 500 մետր Այո 500 մետր ասեց դուք էլ որ ձեր պատուհանից անեք կարող դրա համար է տարբերվում ասեց դրա համար ձեր պատուհանից որ նայում եք 3-ից 5 աստիճան բանը տարբերությունը հրապարակի հետ ձեր մոտելնում որպես օրենք կարող է որն է բարձի սարերում ենք ապրում Զատո ասեց ամառը համարա չեք շոքում ասում դուք նույնիսկ կտուրը եթե բարձրանա կուրտկա է պետք հա դե ոչ դաժե ամառը չէ երեկոյան ժամերը նույնիսկ ամառվա ժամկաների նորերի այդտենց նորություններ նոր-նորքից հետո ինչ-որ ռեստորաններ էր ասեմ Նորքում կան բարձրահարկերի վերևը, որ կարաք ընդեղ նստեք ու հիանաք Այդտեղ ես գրեցի, ասեցի առանձնապես հիանալու կարիք չունեմ Որտև ինչ? Այ, էլի մոռացա, այ մարդ ստեղ են սենց արել Ես կողքի շարքը մենակ թեքվել է Ես ինձ բերանս բացեցի դու նորից խելքին գը Բայց դու ինչ-որ մի հատ զարմանալի բան ասեցիր խոսակցության մեջ Ինչ? Լենինի հրապարակ, էդ որտեղ է? Հանրապետության հրապարակը հիմիկվա Այո Ժողովուրդ, մի 4 օր առաջ Համարյան հենց անհավես Մաշտոց պողոտայի վրա Փողոցում կանգնած մի տղայի մոտից գնեցինք ընկույս Հա, ոչ գիգենիկ դաժե համարելով բան, բայց շատ լավ Չէ, ինքը մեքենայի մեջից բերեց, դու ասեցիր լավը կարակ գնաց մեքենայի մեջից բերեց, աշտարակից էր Թեքվենք սա Աշտարակի պոպոքը Ասեցի սապոք չունես Համայակ ջան Տեսնենք կլինի այսօր Հիմա համը մնացել է Դերաններս պատկերացնում եք հատուկ դրա համար գնում ենք այդ տղայի մոտ Այդ երևի արդեն մի 10 օր անցել Արմեն այդ գալերեան որ նկարեցիր այդ վաղտ էր Այո նկարել Առաջի անգամ հետո երկրորդ անգամ դու մենակ գնացիր արդեն նկարեցիր Ճիշտ է Չէր ստացվի առաջի օրը Առաջի օրը չէր ստացվի հիշացնեմ Արամե պատկերասրահի մասին էր Այն որ Գարզու կար Ժանսեմ կար Կազաս կար Գափո կար Այ
Բայց ուշ չի ժամ այդ տղայի Ես մի համարանայդ։ քիչ կասկածում եմ, всё-таки այսօր ցուրտ օր է։ ցուրտ Ինքը դժվար, համ ուշ ժամ, համ ցուրտ։ Գնանք նայենք։ Մաշտոց Բողոտա։ Ֆրանսիայի հրապարականցանք։ Դերում ես ստեղ ընդհանրապես ձյան հետք չկա։ Հա, բայց այստեղ ինչքան էլ շատ են մեքենաները։ Այն մենք ուրիշ չենք Մեսլիկյանի վրա համարյա մեքենա չկար։ Հա։ Սպասի, մեզ արդեն Կանգնելու տեղ է պետք է։ Ընկել ենք խոսալով։ Քիչ մոտենանք Շահյան դպրոցն, հա։ Չէ, չկա։ Ինչը չկա։ Այդ տղան։ Այստեղ է։ Այստեղ է։ Այս էլ են Seasons-ի կողմը ճիշտ ասենք։ Պատկերասրահ այստեղ էր։ Օպոկի գործը չկպավ ժողովուրդ։ Մանում է կանգնելու գործը գոնե կպնի։ Չէ, այս դալանը մտնում։ Այս մաշտոցը ոչ Պուշկին ալնում թեքվել, ոչ հետո այնտեղ Ամիրյան կարանք թեքվենք։ Մինչև ձկան խանութ ուտի գնանք։ Յո։ Չնայած Ամիրյան կարանք։ Ես ինչքան տեղեր կա սախ։ Չէ, սա դալան։ Ես էլ ախմանան է դրած։ Այդ ախմանանին մոտիկ չի կարելի կանգնել։ Ինչ են անում, դու գանում է։ Ինչ ունի։ Բա դիմացի տես ինչքան ազատ տեղեր կան։ Ոչ կարանք թեքվիկ, ոչ։ Չէ, ոչ պատտվելու տեղ կա։ Իսկ եթե Արամի մտնես, դե մտնենք ինչ անենք։ բայց ինչ անենք, հետո մինչև ասենք կարող է։ Ստեղ էլ ախման։ Արամին էլ են բանը ռեմոնտ էին անում, չէ։ Այսօր շատ տուկույտ տեղան այդ։ Ինչի։ Ես կանգնեմ։ Լավ է, արի կանգնեմ։ Բայց ինչ զնակա։ Որ կայանատեղի է զնակից հետո ստեղ չէ։ Չէ, անայդ նորմալ են կանգնել։ Կարմիր գիծը նայ, ատերը կարմիր գծից են կողմը։ Դե դոկումենտ է։ Դոկումենտ։ Հաստա վիդեո։ Արի մի րոպե հենց նայենք ստեղ ինչ են անում։ Հա, այս մասն են լավացրել։ Ասեցին մայթերը լայնացում։ Դու ճիշտ էլ անում են։ Էս ինչ թազա բան հնարեցին անայդ։ Ինչ։ Թազա բան հնարեցին։ Տուֆ են շարել։ Հա։ Այդ ինչ-որ շուտ մաշվող չի։ Չէ, տուֆը շուտ մաշվող չի, բայց ոտքերի տակ, այս հոսքի տակ փորձ չկա։ Եկեղեցիները, բակերը տուֆա դարերով մնացել է, բայց Լանայի արմեն, երկու մայթ են սարքել նույնիսկ։ հա ընտիրը։ Շատ լավ է բոլոր դեպքերում, բայց այստեղ արդեն երևի մեքենաները կարգելվի կանգնել։ Երկու կողմներ։ Էլ որտեղ կանգնեն։ Չէ, երկու կողմը չէ, հենա նշանը դրած է, որ այն կողմը չկանգնեն։ Կողմը հիշում եմ, բայց այս կողմը, որը սենց լայնացնեն, տեղ գրի կանգնեն։ Չնայած են ատես կանգնեն։ Այս ռեստորաններին, որ այսքան տարածք չտային, այս մայքին այսքանը բոլեր էլի, բավական էր։ Հա, մենք գնում ենք ուղղը։ Դեղ ասվալտ են անում այդ մասում։ Դերասն չէ։ Բայց ստեղ սաղցալի կապատացա, տես մի ինչ է։ Հա դե քանոց են գնալ, հեսա հետքը գնանք մաշտոց։ Հա։ Հա բանչ, դե որ գնանք։ Ուզում ես են կոմ գնանք։ Ստեղ բազալտը նորմալ է։ Ոնց որ ասվալտել են արեանը, այդ չեմ հասկանում, թե թացա ուղղակի։ Ինձ թվում է թացա։ Լավ։ Չոր ժամանակ ավելի բարձ դերև ասվալտով թե թարմա ու Այդ ճիշտ է սարսի։
Արամի փողոց թոփ ծառուղի։ Ծառուղին շատ լավն է։ Այս կարող է պահես ընդհանրապես, որտեղ մթնում է արդեն։ GoPro-ն։ Հա։ Այնտեղ լուսին ունենք, հələ ոնց է մաքրվի երկինքը, հա։ Պարկասցու։ Պարկասը չի, վաղը ձուն է գալու։ Սպասվում, բայց մտածենք, որ սուտ է, ճիշտ չի։ Սխալ է ավելի ճիշտ։ Հա։ Հələ մեծ տեղ մտնենք, տնանք նորություն կա։ Ազատ է սա։ Ինչ նորություն պետք է լինի, չգիտեմ։ Չկա вообще, բայց լավն է այս բուլվարը։ Բայց մեզ վախտին ինչքան էին դժգոհում։ Շատ քննադատեցինք։ Դա ճիշտ էլ արեցինք։ Հետո այս շատրվանները ինքան հեռու էին գլխավոր փողոցից, որ մեկը չէին էլ երևա առանձնապես։ Հեռվում էլի Երևանին, շատ հեռու։ Չէ, ստեղ որ ռեստորան դրեցին, շատ դժգոհ էինք, որ չի երևա, բայց ճիշտ թունել բացեցին էլի։ Լսի այդ բանն է, շատ կարևոր, ինչ են անելու։ Շենքը։ Չէ, թունելները, որ խոսում էին այդ, ասենք նոր պրոյեկտը արդեն կա, հա, ինչ-որ մեծ բան է այս շենք ուզում են քանդեն, փոխեն, բան են ուզում անել։ փոստի շենքը։ Այդ ակադեմ գարադոկներ, այս տարի սկսելու են արդեն։ Այդ որտեղ են կառուցում։ Ասեց 16 կվարտալից, 17 կա կվարտալ, Չգիտեմ։ այ չգիտեմ 16-17 կվարտալից մինչև Աշտարակի շոսե։ Այդքան տարածվել է։ Մինչև բուհ։ այդքան շատ չի Աշտարակի շոշը։ 8 պետական բուհ է լինելու եւ 8 մասնավոր բուհեր առայժմ։ Պետական 8-ը այդ բան չի մնա էլի Երևանում ինչ կա 8-ը։ Համալսարանը ես չեմ պատկերացնում։ Հələ արե հաշվենք։ Չեմ պատկերացնում։ Համալսարանը 1, կոնսերվատորիան 2, բժշկականը 3, պոլիտեխնիկը 4, հա, գյուղ ակադեմիան 5, ելով մնաց։ էլ ոչ մեկ։ 5-ը հաշվեցինք, էլ բան չմնաց։ Պետինստիտուտը, Հա, հայր բան, Վեց։ Աբովյանի 6։ Աբովյանի 9, պրծով, Բա 8-ը ո՞րն էր։ չգիտեմ, կարողա լավ չեն հաշվի։ Ես ինչ երաշտություն է, որտեղից է գալիս։ Այս սորեզա ինձ է բացը, հա։ Թե չէ, այս դինամիկներից, այստեղ ինչ Հա, ճիշտ է, այստեղ ինչ միացնում են։ Լավ, այստեղ դատարկություն է։ Չէ, երբ որ շատրվանները չկան։ Դու ազատություն սիրող մարդ ես, հա։ Այո, եւ մեծ տարածքներ, լայն, Հա։ այո, ընդարձակ։ Իմիջիալից բարձվում է երկու տեսակի հիվանդությունն էլ կա։ Կլաուստրոֆոբիան, որ փակ տարածքից է, ու կա ագրոֆոբիա։ Այսինքն մեծ տարածքներից են վախենում։ Անկապ, չէ՞։ Իսկ ես մտածում եմ բան է, քո ասած կլաուստրոֆոբիայի հակառակը, որ ընդհանրապես սիրում են լայն տարածք։ Չէ, լայնը ֆոբիա չէր կոչվի։ Ագրոլով կլներ։ Հա, շատրվանը փակել են խնամքով։ Ո՞ւց։ Ո՞ց է, այս բան է։ Ես անե, դա սևը։ Հա։ Հա, բա ոնց, փակած է։ Ինչ թվաց քարեր է։ Չէ, Շարած։ ասի հաստատ պարզեն չխայտարակենք։ Լսեցի՞ք։ Չէ։
DSP էր, DSP։ DSP, հա։ Ժամանակին ինչքան DSP վառեցին, բայց հետո պարզվեց, որ դա թույնավոր է, ոբշնտը, բավական մութ է, ու մենք ինչքան շնչեցինք դրացում։ Դե լավ ինչի շնչեցինք, փեջը խողովակ ուներ, ընդերս դուրս էր գալի, էլի ոնց որ։ Բայց լավ էր վառվում, լավ էր տաքացնում էր։ Այդ DSP-ն գիտես որտեղից էր ելնում։ Էս ինչ կամերաներ են։ Ինչ է նկարում տենաս։ Հետևում են էլի երևի։ Անայդ, այսքան որ եկել ենք արի մի հատ այդ բանի մոտ նայենք էլի։ Չնայած եթե պրոյեկտ կա, մեր նայել ինչ է փոխելու։ Որտեղ նայենք Արմեն։ Այդ թունելները էլի։ Հա, չէ, հիմա մեկը ինչ էլ տենանք ոչ իման չի նշանակում, որտեղ սաղ փոխվելու է։ Արդեն հոգնեցի այդ օբյեկտներ նկարել մյուս օրը չկան։ Չնայած այդ էլ իր հետաքրքրությունը ունի, չէ, օրինակ մենք վիդեո ունենք, այս բուլվարը մինչև էս վերանորոգում են հինը, ամենահինը չի իհարկե, երբ որ մեր դասընկերները ստեղ ապրում էին։ Զաբորներով դրած, բափակած։ Չէ, զաբոր չկար, հələ չէին սկսել այդ մի հատ վիդեո ունեմ։ Ոչ ման չէին սկսել։ Բայց հիշում եմ, որ այդտեղ զաբոր էր այդ բաների մոտ, ռեստորանների, հլա մենք էլ փորձեցինք մտնել մեջ։ Հա, ծակերից նայում էինք։ Հետո ստեղ գործ արեցինք այս շենքում։ Այս բարձր։ Հա, տանիքից նկարեցի։ Համես, այս երաշտությունը շատ է, սպասի անջատ եմ համնեն դեպս։ Այնտեղ են Անրի Վերնոյի Դալանի մեջի փողոցը։ Դալանի, հա, այս շենքում շատ գործ արեցինք երկարահակին։ Սրա տանիքից էլ բոլ-բոլ նկարեցի։ Արդեն սաղ գիտեին, որ ես նկարող եմ, գալիս է էլ մի անգամից թողում էին։ Արի այս ցեխերով մի հատ գնանք էլ ինչ հաճելի է անել։ Կատակում ես։ Կատակում ես խոզ։ Դե խոզերն են չէ սիրում։ Փնթուշկին կարելի ասել։ Խոզ։ Հետաքրքիր է, բայց խոզերը երևի ինչ-որ լսանք հաճույք են չէ ստանում այդ ցեխի բանից։ Բայց գիտես չէ որ օգտակար է։ Խոզերի ներքին օրգանները ամենամոտիկն են մարդու օրգանների։ Հա, ինչ-որ մի բան լսել եմ։ Բոլոր այո։ Մեկ էլ որ ուղեղով տարականներ նման։ Բոլով։ Այդ հաստատ է։ Դե ինչ-որ մի հատ էս բան էր մի անգամ հետազոտություններ ասում է բան են արել, ստուգել են, տեսել են տարականները, ունդ է փակագծերում գրած էր, որ մարդկային բանին ինչ-որ նման ահակին։ Ուղեղը։ 40 տարի առաջ եմ կարդացել, այդքան հարց մի տուր։ Ասում է, չէ, հետաքրքիր ինչ էր, ասում է տարականը, որ ուզում է քնի, բզբզում ես չես թողում քնի, ու թույլ ես տալի քնի, երբ որ ինքը չի ուզում, պայմաններ է ստեղծում։ Շատ շուտ հիվանդանում սատկում են։ Արմեն, ես հիշում եմ, որ ասում էին տարականները ամենադիմացկունն են բանին։ Հա, փոփոխություն, հա, ռադիացիա, ճիշտ է։ Ճիշտ է, այդ ինչ-որ ես էլ հիշեցի։ Դա այնանդակություն է և հայտարարություն։ Այսինքն միջուկային պատերազմից հետո լիքը տարական կլնի, մենք չենք կլնի։ Դու вообще վերջերս այդ տարականները ոնց է։ Կորել են, չէ՞, ինչ-որ լրիվ այդ։ Իմիջիալս Անետացել են։ կրիսներն էլ են կորել, չկան պատժեզդում։ Շատ լավ է իհարկե, բայց в то же время բան настораживает, այսինքն սկսում ես մտածել ինչից է, որ այդ կենթանի աշխարհը լքել աներ Երևանը։ Այո, ես լքում եմ։ Մի բան կա։
Ես հիմիկվա պրեզիդենտները աշխարհի մեծ մասը ոնց որ թե տարականների ընկերներ են։ Ուզում են մենակ իրանք մնան։ Ամեն ինչ անում են, որ դա լինի։ Ես Ուրարտուն, հա, ժողովուրդ։ Պատվալներում ես ինչերում։ Բայց պասկի ասում ես պատվալից դուրս գան այդ տարականները կուտեն իրանց այ մարդ։ Այդքան դուրս է տարական։ Այսօր էլի ինչ պատերազմ սկսվեց Իրանի հետ։ Լավ բան չի։ Ես մենակ չեմ հասկանում, ինչի իրանք միջուկային զենք պետք է ունենան, մյուս երկրները չունենան։ Այդ ես էլ չեմ հասկանում։ Այն նստեն, ասեն, եկեք սաղս վերացնենք իրար հետ։ Այդ կլինի ազնիվ խոսակցություն, չէ՞։ Այո։ Այսպես ասում է իմը թող մնա դու քոնը վերացրու, չսկսես։ Չլինեմ չիմանամ։ Իրանում, Պարսկաստանում ուրանն է շատ, չէ՞, ուրանովինից դարաժդինը։ Ինչ իմանամ անայ, դժվար հարցեր ստալ են։ Զավթեն ուղակի։ Իսկ տարականներից կարքին չգիտեի որ մնաց։ Այսինչ լավ մկրատներ են անայդ։ Մեր մկրատի նման է, точно։ Հա։ Որը արդեն 30 տարի գոյություն ունի։ Կտրում է 30 տարի։ Տան մկրատները, ոչ թե կոնկրետ։ Այն ինչ կինո էր, չէ՞ լավ կինո է ինձ ստալի վերևը։ Որտեղ ոսկո։ Չէ, ինչ-որ երեխեք էին վազում, բան։ Բորկ։ Լավ հլարի սենց իշնենք տնանք ինչ է ստացվում։ Ուրարտու։ Սասը։ Ինչա։ Սասը բացեցի։ Հա, ճիշտ ես։ Սասը բացվեց, քեզ թխվածվեց չի։ Սասից։ Չէ դե։ Այսօր է բացեցի։ Սաշիկ։ Եվ այս էլ սիգարետս նոր կպցրեցի։ Լավ, հետ գալուց հիշացրա, բայց այն մայթով հետ կգանք։ Լավ, արի մի րոպե մտնենք ես։ Անջատ եմ, չէ, վիկլուչացիլ ունեմ, կանջատ եմ խեմ կցում այ մուրդ։ Սասում թանկ է ամեն ինչ, բայց այս կատնեղենի գները չեն տարբերվում առանձնապես մնացած խանութներից։ Այսքան յոգուրտ իհարկե ոչ մի տեղ չեն գտեն, հա։ Բայց փոքր է, չի խանութը։ Բլիների լիստերը։ Այս տարածքը փոքր է, չէ՞։ Արմեն։ Դե ֆիրմինի խանութը լավ էլ մեծ էր։ Սա կարող է լրիվ չի զբաղացրել։ Անայ, դու իկրաների գները լավ գիտես, մի հատ նայի շատ են տարբերվում ուրիշ տեղերից։ Հետո կասես։ Ես էլ Դավիթ հենց մառանի քամի գախնիկը։ Ես էլ ձեթերը։ Պոպոկը 6200, առնենք։ Հա, տեսկվատը չի, եթե նամ շահամ չունի, առնենք։ Լավ է։ Ով է այստեղ։ Բարև ձեզ։ Ինչ լավ է երաժշտությունը կտրվեց։ Լավ, ես խմիչքը գիտեմ լավ, խմիչքը մի հատ նայենք։ Այս էլ մեղրներ են, հա։ 2090։ Քանի գրամ է։ Հա, խմիչքները սենց առանձին հատված են, հա։ Բարև ձեզ։ Ինչ արժի միլիտրանոցը 11690 դրամ։ 11690։ Եվ շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բայց ոնց որ այդքան փոքր չի, ինչքան Անահիտը ներկայացրեց։ Այս հրաշագեղենը ինչ լավ ներկայացրած է այստեղ։ Հա, գեղեցիկ է ու հարմար է, ամեն ինչ երևում է։ Դե այս մրգերը անիմաստ է, զոսկալի թանկ է այստեղ։ Լավ, ես դուրս գամ։ Հա, լրիվ, փաստորեն առաջվա ֆիրմայի խանութի տարածքը զբաղեցնում է։ Չէ,
այս ապտեկան։ Անայդ, այս ապտեկայի չափով կարճ է առաջվա։ Ահագին կարճ է փաստորեն առաջվա ֆիրմայինից, նայ, ստեղից մինչև են անկյունը ֆիրմայիններ։ Դրա համար նա մեծ էր։ Նկարում եմ, չի ֆոտո է, սենց Այո։ մոզաիկանել երևում է։ Մի րոպե կամերան փոխեմ, արդեն մութ է այս GoPro-ի համար։ Լավն է շատ, չէ՞, տանը։ Սաշայի պապան է, էլի։ Սաշայի պապան, այո, Գարգալոյան։ Գարգալոյան Ռուդոլֆ։ Այս վերևը սենց անցքեր կային, ես ինչ-որ չեմ հիշում։ Լուսանկարը կա մեր տանը, Անահիտ, դու որ հա, մի հատ ռեկլամնի բան էի նկարում։ Պանիրների և կալբասիների։ Այո, Այո։ Անահիտն էլ ստեղ մտամ անցորդ էր, անցնում էր ջինսովի կուրտկայով։ Հա, ջինսովի յուբկայով, բարձր կրունկներով։ Եթե տուն այդ ֆոտո մնացել է, կարամ Դա, դնեմ։ հա, երմազերով։ Բայց ինքան հերվից է։ Հա, հերվից է։ Բայց ֆոտոներ ունեն հենց արդեն առանձին արած։ Չէ, առանձին ֆոտոն հետաքրիր չի։ Ժուրնալից։ Ժուրնալի մեջից է հետաքրիր։ Բայց ես նայում եմ, ես ինչ անշնորհքություն են արել համար, ափսոս չէր ես։ Բառ էր, բայց փակ է, տես։ Չանդամներ այդ բառը։ Ուտքես համար հա, բայց երիտասարդները սիրում են ասենց։ Դե որ սիրում են խիա փակվե կարաս ասես։ Դե երևի պետությունը կամ քաղաքապետարանը։ Չէ հա, պետություն քաղաքապետարան։ Նենց Չէ, լավ աշխատող։ փակ էր, լավ։ Հիմնովի Փաբեր։ Մարջ փապեր։ Դու նիտեղ փապիկերը փակ ես կարդոց։ Համով հոտով Հարիսան։ Ապրիլի 19-20 Եվ ով է գրել համով հոտով Հարիսան։ Ну, погоди, да спасишь. Красиво ինչ։ Էլի ինգանք ես, դե հետաքրիր է, ախր։ Ամեն ինչ անցնում է այս ժանանամեր։ թատրոնն է արդեն։ Այո, սցենարի, Զարա, Զարա, Խիթար, Վլադիմիր, հա, ես գիտեմ խիա սցենարի գրած, որտև իրանք ահագին փոխել են պիեսը։ Մեղրի համը, Անա, այդ արիստեղ խոսա չես լսվում։ Հայաստանի թատրոնի գործիչների միություն։ Ուրա։ քան լավ շենք է, դու մեջի չես է։ Չուչան է։ Բայց ես Ժանայի բեմադրությանը էստեղ եղել եմ, ու չկայի դուք։ Անայ ջան, ես հետո իրար հետ եկանք քույրերը ստեղ չէր։ Ինչ երև բարձացա։ Մի րոպե քույրերը ստեղ չէր։ Չէ, քույրերը այն փոքր թատրոնում էր Աբովյանի վրա։ Ուրեմն չեմ եղել։ Ամուսնալուծություն։ Ես Նիկոլինց մասին, հա։ Ես արդեն գիտեին, հա, պաստորեն։ Մարտի 14-28։ Այսօր անայդ, այն տղային լսեցի, մի հատ տղա կա էր դիվաղթ։ Հերոստատեսություն էր, լուրեր կարդում, լավ տղա է։ Միշտ ասում է, ես ինչի տղան իր մասին, որ ասում է։ Կարծեմ Գրիգորյան էր ազգանունը։ Սկսեց ինչ-որ այդ ամուսնալուծությունը քննարկել, ասեց, բայց լուրջ են քննարկում, բամբասանքների մակարդակով չէ, այլ որպես քաղաքագետ, PR-ի մասնագետ։ Հավատ ալաբոկի նման մի օր փախնի տնից։ Ոտերը երևում անը, դեպնի։ Անունը ոնց է։ Բալու։ Չէ, իսկ ինչ բանը։ Շպից։ Շպից։ Շպից բալուն։ Իսկ Մաուգլի արջուկը։ Հա, հա։
Այդ անունն եք դրել, հա, ճիշտ է, բալու էր անունը, հա։ Լավն է։ Մաս շատ է թողում։ Չէ, որ սանրում է, քչի թող։ Քիչ է։ Ես դրա համար սանրում եմ իրան։ Հա։ Դրա համար փոշից ծգա։ Աշո։ Դնդել Խնամված է։ մնդլա։ Ինչին ասում դες դեպքում։ Երեքին ասում են աստված պահապան, բայց շանը չգիտեմ։ Ձեզ հաճախ անիման տալու։ Իրախատել ես եղանակին։ Այո։ Վանայտը մնացա էր շունիկի հետ շարժվեմ բալուն այսօր բայց տղա հազվադեպ է չէ հանդիպում շան այդ փոքրիկ շունն էլի նկատի ունեմ աղջիկներն են հավեսով դե մերոնք էլ էլի Դորետայի հետ իրանց եկանք Ռոմանոս Մելիքյան ժողովուրդս Անահիտը լուրջ խոսակցության է բռնվել Ասում շատ լավ աղջիկի մռութ ուներ ջի Սկզբից մտածեցի աղվեսի է նման բայց հետո որ բարձրացրեց լավ աղջիկի մռութ ուներ բայց ինձ հանգիստ էր ես լավ շոյեցի լավ էլ բարխտնի բան ուներ էլի թավշյա պապկություն լավ ընկերացակ հա ահագին բան իմացա շնիկի մասին Ես այդ ընթացքում մի հատ մտա YouTube-ս նայեցի Դավիթ Գրիգորյան Լավ օր Վազեցին Կամ ուտում է կամ քնում է Իմն է լավ ասում է խառնում է իրար այդ դրան ասում է մեծ վարպետ է Հա, տենց անհանգիստ է, հա։ Ասում է զորով եմ ուտացում, ձեռքից։ Ոնց զորով։ Այո։ Չէ, դա մեջ էլ ուտի։ Ոնց մեր Մարգարիտան Ամիրան փողոց։ Չոտքի բաներ է ուտացնում, նույններ իրան են ուտացնում, բայց ինձ հավեսով չի։ Լավ արի անցնենք մարդկանց անայդ։ Ուրեմն Դավիթ Գրիգորյանը ասեց, որ իր ենթադրությամբ դա ինչ-որ լավ մտածված PR Ինչ է բայերյանը։ Դու էլ ես այդ կարծիքի։ Ես մտածում եմ, որ լավ մտածված խոդ է, բայց ինչ է տակը, դեռ բոլորս չենք լավ պատկերացնում։ Լավ, ոչինչ հիմա։ Այդ մի բանն էլ չիմանանք ինչ կլինի, չէ՞։ Բայ։ Շունն էլ ջղայնացավ, դուրը չեկավ։ Բայց ինչ լավ է, որ այդ ապան կա էլի։ Դու առաջ հիշում ես։ Դուրս էին գալի, ինչ։ Այո, յանքեր չեմ հարել ինչ։ Բայց դե մյուս կողմից եմ ինչ-որ ապան գալիս է, ամբողջ Չէ, այմարդ ինչ-որ էլ նմա, թող ապան մի քիչ լավացնեն, բոլոր դեպքերում շատ ողջունելի է, վերջապես ցիվիլ։ Դες հանգիստ խոսում են, գիտեն, որ կգան, ես են դեպքն է, որ արդարությունը բերում է ագրեսիայի վերացման։ Այո, նպասման, հա, նպասման։ Իհարկե։ Առաջ սախույսը գորալու վրա էր։ Չէ, դե հետևից խփողը միանշանակ մեղավոր է։ Շուննել անպայման պետք է մասնակցի։ Շունը ուղղակի պատկերացնում է, որ այդ ձևի իրան կարային խփեին ախր ու ջղայնանում հաչում է։ Այդ շունն է, որ ընդեղ են փոքրին ուզեց սիրել են։ Այս են էր։ Խեղճ շունը մոտեցավ մի հատ փոքր շանը ուզեցավ ընկերություն անի, այդ փոքրը նենց հաչած վրեն։
տերն էլ են կողմից հարցակվեց։ Այդ փոքրի տերը տղամարդ էր։ Ես նոր ասում էի բոլորը աղջիկներ են, բայց այդ մեկը տղամարդ էր։ Այս վերջի շնիկյանը ոնց է շպիցի։ Բալի, Բալի, թե բալու։ բալու։ Են Մաուգլի ընկերներ էլ են արջը։ Ասում դες ոտս են կոմպահեցի։ Դա ինչ ասես արես։ Չի խոսքան մի։ Են էլ էս արագությամբ գնում են տո։ Գիտես չէ 100 կիլոյի կողմերն է այդ սամակատը։ Լավ պոպոք էր, փորձեցի, բոլ Ինչ թողեցիր, անայ, թե սաղ փորձեցիր։ Вообще-то պոպոքը միայն դու ես ուտում, ես չեմ ուտում։ Ինձ պետք է չի։ Չի։ Դիետայից մեջ է պոպոքը։ Հա չկա տենց որ, հա։ Բայն որ արևած աղիքես շրթում։ Կարելի է մի պոպոք, բայց ես Այդ վաղտի էր, չէ պոպոքը ասվեն շատ օգտակար է։ լավ, թող էլ դու օգտվես, քեզ օգտակար լինի։ Չէ, պետք է կիսվենք։ Մի օր չի լինում պոպոք արդեն։ Ես պոպոք առանձնապես բան չեմ անում, ուղղակի մեղերի հետ է շատ սազում։ Դե բահա։ Բա փախլավան դրա համար են հնարել։ Բայց ամենահամերգ փախլավան աշխարհի քո մամայի փախլավան է։ Տենց, Դրանից հա։ հապաղդելա։ Դինա Ռոսի։ Չէ խնայում էլի, են որ ասում են խազյայկա մի ձեռը գցում է, մի ձեռը հանում է։ Այդպես բան չկա ռուսայի մոտ։ Մի հատ հրեական անեկդոտ հիշեցի։ Մի կինը մյուսին ասում է, «Վայ, ես ինչ լավն էր, այսին թխվածքերի չուր», ասում է, «Մի հատ չես ասի ռեցեպտը»։ Ասում է 4 հատ ձու։ Ասում է, «Դե գրեմ 2 հատ»։ Չէ, ասում է 4 հատ գրի, ռեցեպտում 8 հատ էր։ Մեղը դե վերջում ստավ բոլ լցնում էր։ Ալիսա մի քիչ մալ հիշում է։ Ասում է, այդ փախլավայից համով փախլավա չենք կերել։ Ես պատմեցի, ես էլ հիշեցի, այ մարտլերիվ։ Հետո ես մի երկու անգամ ես էլ թխեցի, բայց զահլագործեր։ Դրա համար դրգեցի։ Բայց քանն էլ վատը չէր։ Չէ, իմը դե իրար ռեցեպտով է, լավն է։ Մեկը մեկի թխել էլ, հա։ Բայց դե գիտես ինչ, նույն ձեռը, չէ, տարբեր ձեռները, նույն բանով ռեցեպտով, տարբեր է ստացվում։ Այդյան ավելի խորը։ Ես օրինակ այդ խմորով պիրաշկիներ էի թխում։ Հա մամաս էլ էր թխում պիրաշկի։ Ես դնում էի մայկայիս մեջ մի 3 հատ պիրաշկի։ Այդպես պիրաշկի, սլայոնեով։ Հա սլայոն էր սարքում։ Դե դիրա ռեցեպտն է, էլի։ Բարձանում էի թթի ծառ, նստում էի։ Մի հատ գիրք էի վեկալում։ Պիրաշկին ուտում էի, գիրքը կարդում էի, հետո մի քիչ թութ էի ուտում։ Բայց այս պիրաշկին չէր յուղոտում, շորերը։ Չէ, Հետաքրքիրը գիտես ինչ է, հիմա դե լիքը սլայոնի։ զեթի մեջ սարքած չէր, բանը Գիտեմ, ջաներ։ բայց կարա քանդեր ինչ շատ։ Ռուբլին է այս կոչվում էր։ Հա։ Դանակով պետք է ասից բանաներ։ Մեջն էլ նենց համով էր, սենց ձու էլ կար կտրտած։ Իր ռեցեպտը գիտես ինչով էր լավ, ոչ թե 2 օր էր պետք է խմորը։ Չէ, ինչ-որ խալաջենիկներ դնում, Հա, հանում էր։ դնում հանում, մի օրվա Ինչեր էր ընթացքում, անում։ 2 անգամ 30 րոպե։ Ու արդեն պատրաստ էր խմորը։ Հա։ Այո։ Դե շաբաթ տարբեր։ Ափսոս է թխելը վերացավ մեր։ Հիմա ամեն ինչ կա է։ Բացի դրանից իհարկե հիմա սլայոններ են առանձին ծախում, բոլորը այդ սլայոններ են օգտվում, ոչ Էլ հեքիաթներ մի բազյան այդ խոհանոցում հատուկ աուրա էր, երբ որ թխվածք են պատրաստում։ Բոլորը գիտեն, որ չի կարելի այդ րոպեին խանգարել, խոսացնել։ Ափսոս մեկը Ալիսանա չէ, թե արդեն ինձ չի անում։ Շատ է սիրում թխել։ Չէ, հիմա։ Հիմա չէ, հիմա Ալիսան
Ընդհանրապես չի։ Մեկ Չէ, ինչ որ վերջերս հանդիպել եմ։ Արդեն պատրաստի խմորով։ Այդ էլ կա էլի, հա, այդ պատրաստին մտնում է process-ի կեսը։ Մուտ տարիներին Հարամ անում։ Բիսկվիտներ էր թխում բանով, яблочный пирог։ Այո։ Դա բիսկվիտը вообще ոյակապով ստացվում։ Ես ճիշտն ասած չեմ սիրել առանձնապես թխել, եթե դու հիշում ես եղունգներս միշտ երկար ա եղել։ Ահա։ Այդ որ խմորը եղունգների տակ էր հավաքվում, ես շատ ներվայնանում էի։ Ես ինչ տխուր պատմություններ ես պատմում ան այդ։ Ձեռնոցով է փակվում, ու вообще ես ձեռնոցով չեմ ընդունում գործանել։ Ինչ ես ասել։ Ես ինչ կամակոր տանտիրուհի ես։ Դե չես զգում ձեռքերը։ Հա, ձեռնոցի մասին ես ասում։ Ինչ սիրուն տեսարան է, չէ։ Ես իմ Նույնիսկ այդ ագրավների բուները, նենց հանգստություն կա մեծերի, չէ։ այո։ Ագրավների բնակելի տները Բյուզանտ փողոցի վրա։ Իմ պոլիկլինիկայի շենքը նույնն է, հա, հալա մնացել։ Հա, Չեն արել ոչինչ։ Բայց այստեղ էս գնա որ կողմից քեզ հարմարը։ Ստեղ մի անգամ եկանք մեծ խաբարով Հա, ինքան տանիքով ֆոտոներ ստացանք։ նկարվեցինք սև սիպտակ։ Այնտեղ էլ վալմարն էր, չէ՞, մնացել, հա, նե, տենում ես։ Չեմ տեսնում։ Նենց միզերի բանո, խավար է երևում։ Մի հատ էլ մեջը նայ այստեղ կարող է հասկանաս։ Չէ, վարմար չկա գրել։ Ինչ է գրած։ Ախտորոշման։ Օ, գնացել է ուրեմն, հա։ Կամ կարող ես Այս սա է երևի վարմարինը, բայց գրած էր առաջ։ Արի մի րոպե մոտենանք, դե։ Այ իմիջալից մտքիս կարծ չնայած հիմա փակ կլինի, չէ։ Ինչը։ Ամիրյանի վրա այդ Արամեն ասեցին ընդեղ էլ ունենք, չէ։ Հա, իրանը վրա։ Հա։ Ես անեք գրած է վալմար, հա, ես մուտ Դեն ինձ է գրած որ պատոհանները հա մուտ էր։ Սև քարի վրա մուկ տառերով։ Վալմար Gallery։ արտ։ Սպասի հայերեն կա ինչ ենք տանջում։ Ես անգլերեն եմ կապել։ Արվեստի սրահ։ Հայերեն է գարտա։ Արվեստի սրահ։ Հա, արվեստ, արթը, Արվեստ է, այո։ Ինչ հավես։ չէ, արվեստի։ Հա, ստված դոսի հավես։ Դե հավեսն էլ այդքան սխալ չէր անի, եթե ասեի։ Զգուշանենք։ Հա, այստեղ շատ են, որտեղ այստեղից պրոսպեկտից թեքվում են, էլի։ Այ ես էլ Չարենցի տունը և տիկին Անահիտի մանկության տունը։ Այո։ Այդ տունը ինչ փոքր է հիմա երևում են բարձրահարկ ֆոնի վրա։ Հա, Չարենցին է, ճիշտ է, ճիշտ ես ասում։ Էլի պապայենց։ Հա, այն մարդը դավել նկատեցիր։ Իսկ ժամանակը բարձր։ Դե հիշում եմ, հա, Մաշտոց պողոտայի վրա սա աչքի ընկնող շենք էր։ Դե այս սաղ շարքը այդ ստալինյան շենքերն էին, էլի։ Ստալինյան Իսկ ապստամբության։ այս բարձրահարկը հենց Բաքուն սարքեցին, էլի, հենց Հա, լավ էր հա։ այդ մասը։ Որտեղ սեփական մի քանի տուն կար։ Այս այն շենքն է, որ ասում եմ վայելնի շենք։ Հա, այդ սարքեցին այդ տարածքի վրա։ Այս շներն են տենց մետաղագույնի ինչ-որ։ Բայց ինչ լավ, հանգիստ երեկո է, զգում եք սառնում։ Հա, Սառնություն չկա տենց ուժեղ։ ճիշտ է, չկա։ Այս հանելուքն է ստեղ մնաց սենց, ինչ գործ ունի ստեղ սենց բան չգիտեմ, բայց գործ Կարող է ունի։ տաշիրի բաներն, արկղներն է։ Տաշիրը։ Կարող է, ենթադրում եմ։ Ուր ես այդ տաշիրան այդ։ Բայց գետնի տակ տաշիր։ Հա։ Այս կողմից էլ կա։ Այդ եղավ բան է, որ ասում է կարկուտը խպած դերին է խպում։ Տաշիրը Սամվելը էլի
Նստած է, Չէ, տան աքսորի մեջ է։ Տնային կալանքը։ Հիմա իր եղբոր տղան էլ տվել է իր փոխնացությունը, քանի որ իրան արկելել է, ինքը քաղաքացի չի։ Հա, եղբոր տղան այնա, որ առանձնատունը կողքներ, հիշում ես, անցնում էինք։ Դե լավ, էլ մնացած հետաքրքիր չէ, ուղղակի։ Ասիր տաշի հիշեցի։ Երեք պետության քաղաքացի է։ Սամվել Կարապետյանը։ Այս շենքը որն է, նայտես, բարձրահարկը։ Խառնվել եմ իրար։ Հա, օրբիտայի շենքն է, հա, միշտ կար։ Խեմ խառնվել իրար։ Գնացինք։ Ինձ է երկում։ Ո՞վ է երկում, չեմ լսում։ Են կողմի վրա երկում է։ Կեռնեխը։ Կեռնեխը, այո։ Երեք էլ Ալիսայից Բաքում դուրս եկանք պաշկամ ծխելու դվոյի հետ, անես լավ երկում էր։ Մենք որ գալիս ենք, ես քեզ ասացի, լսում ես դու այդ րոպեին։ Հա, ճիշտ է, համել մենք երբ որ եկանք, հա։ Вообще շատ սազում է, չէ՞, այդ գեղեցիկ այդ Բակի հետ։ լանդշաֆտին։ Դվոն շատ հաճույքով էր, ասման հենց հանգստություն է, մի տեսակ գալի հետ ծտի երկելուց։ Ողջույն։ Բարև։ Բարև, բայ ինչ։ Ես ինչ էր, հա, զեյթուն, The Garden։ ենել The Garden։ Այդ մասիվի ինչ-որ ռեստորաններից մի հատ անուն տվեց Sky Garden։ Աբոն, Հա։ հա, Դենց չհասկացա որ դեղա։ Չէ, ինքը հացի տվեց ուզում է ռեստորանների տեղ։ Հա, ես տոն չտվեցի։ Ներտնից լավ ռեստորան է մրդ, տեսարանով։ Անայդ ինչի սեղանը պատուանի մոտ չենք դնում, նայենք ու ուտենք։ Հա, ճիշտ է, այ, հա։ Դրա համար եմ, որ գալիս են հյուրերը տեղ նստում են, Հա, վեսամ պիանում են տեսարանով։ վզները ծուրան ընդհատ են կողմ են նայում։ Մանավանդ են մայրամոտի վաղ, չէ։ Вообще-то լուսաբացն էլ է հոյակապ, ուղղակի մենք Լուսաբացը լուսաբացին են կողմից է պետք նայել։ Չէ։ Ստոպ, չէ։ Սվաստոկը, դա, Արև, արևելք։ Ես էլ Արամի փողոցը, այս կողմից, ես աստեղ նայի ինչ լենա Հա, մայթը։ ես ուզում եմ ասել, այստեղ են արև, թե սենց էր։ Աստեղ լավ չեն արել այդքան, Հա, նոր չեն արել իհարկե, սա չէ նոր չի։ Ես էլ Մարգարյանը, մեր փոքր հայրենիքը։ Քաղաքի տեսի հայրենիքն է այստեղ։ Այնտեղ միտեղ մեր մեքենա։ Դե գնանք մոտը, չէ։ Գնանք անցումով ներքևի։ Անցումով, հա ճիշտ է։ Ես ինչն էր, հա, յունիբանկներ, չէ։ Մի քիչ գոնե նորմալ տեսքի բան սարքեցին իջում ես, միջև էդ ինչ Հա, զզվելի։ բայց դատո ես կողմը շատացին։ Նայի, Ես ես, ինքը ինձ տապակ էր ավելի, հիմա լայնացել է։ հա, Ոյ, ինչ սիրուն է, ինքի գույն է, լնայի արմի։ Չիչատարի կամերան, ոյ, ինչ լավ կապույտ է։ ռոմանտիկ ես, հա, այդ։ Դե, գերեցկությանը Բոլոր իր արտահայտություն։ դեմ չեմ, Во всех проявлениях։ են իջում ես են, հանի դուր,
Բադի հետ մանագալ փողոցով։ Վերջերս եմ պատմում։ Ոստիկանը կանգնացնում է, ասում է բադի հետ չի կարելի քաղաքով ման գալ։ Ասում են չի։ Դե ասում է կեղտոտում է փողոցում բան։ Ասում է հենա աղունիկներն էլ են կեղտոտում, ինչի է իրանց կարելի։ Ասում է դե աղունիկը խաղաղության ցիտա։ Ասում է, բայց իմ բադն էլ պատերազմ չի ուզում։ Հիմա դու էլ դեմ չես, հա, գեղեցկությանը։ Ոչ թե դեմ չեմ, այլ սիրում եմ գեղեցկությունը։ Հա, ճիշտ է։ Այս շանել պայուսական է, Գինը 25,000։ Ինչքան գեղեցիկ բաներ կան, հիշում եմ կոճակի խանութը Մաշտոցի վրա, մի քիչ կինոնայերից ներքև։ Չեխական բժիշկ չէ, չեխական միայն, էլի մեզ համար շատ գեղեցիկ էր թվում, բայց այսքան բան չկար։ Անեք, այս պայուսակ է։ Ու հերթեր էր, այո, սա էլ է պայուսակ, կողքն էլ է պայուսակ։ Չէ, կողքը պայուսակ չի, կներեք։ Իսկ այս պայուսակները ոնց է քեզ։ Չիչային, այս ամենագույնը։ Որը։ Այս Կարեշներ։ շականական գույնը, մուկ։ Վադետը, կրակադիլ ոնց էր, կոկորտիլոսի։ Կաշի, այս ներքևինը, այս ներքևինի հետ ես։ Այո։ Բայց էլ վերևինը ցույց Չէ, վերևինը։ Այս մի հատ նկարում ենք, որ տանը հետո ժողով պետք է անենք ընդհանուր։ Հերմես։ Որոշենք։ Գինել է Հերմեսայի։ Գնացինք։ Այս տեղ էլ կա Անահիտ։ Այմար տես ինչքան կա ես աշկաթող արի Անահիտ այստեղ։ Թե են պարֆուայում էլ կան, դե չեմ էլ է։ Անա այստեղ լիքն ալը նայի։ Ես քո պարֆուայից շատ չի այստեղ։ Բայց աչքս մենակ ընդեղ կպավ, այստեղ անձնապես է։ Լավ մնաք հայեր ջան, Ստեսություն ձեզ։ շարունակությունը վերևը։ Ձեզ նորից, ստեսություն ձեզ նորից։ Հանգստություն, խաղաղություն այսպես այստեղ տեսնելու, այսօրվա մեր քաղաքում այդպես, բայց չգիտեմ, աղաչում եմ, որ լինի խաղաղություն, չնայած ամեն ինչը անհանգիստ է շատ։ Եվ առողջություն անպայման։ Դե վերջ, այս երեկոյի նման խաղաղ։ Խաղաղ։ Որ խաղաղը մարդու ուղեղն էլ է լավ աշխատում, տրամադրություն։ Սպանարները դրել տես, բայց այստեղ գոնե մի շատ են էլի այդ բաները, պլաֆոնները։ Իսկ Չէ, ստեղ բացի սրանցից են սպիտակն էլ կա Անահիտ, ստեղ լուրջ է։ Տես ես մեկը մի հատ է։ Դե համենայն դեպս կա Աբովյանի վրա մենակ սրանց հույսին է, շատ տխուր է։ Նրանցից մեկը գրել էր ինձ դուր է գալիս Սիրունա, հա Սիրունա, բայց չէ, Սիրունա, բայց մութը։ Լինի սիրունից էլի։ Հա ֆունկցիան։ Այո, ֆունկցիոնալ լինի։ Այո։ Թե չէ տենց Սիրունա, առանձին որ ֆոտո անես, շատ սիրունա։ իհարկե։ Մարգարյանն էլ է, տես այդ լույսերով էլ լուսավորված է ներքևի մասը։ Հա, դեղնավուն չէ։